Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ ալիքին աջակցելու համար, իսկ դուք ոնց եք աջակցում, ցանկացած ձեր գրառում, ցանկացած ձեր կոմենտ, որ դուք գրում եք լայք տարածել, դա աջակցել է այս YouTube-յան ալիքին, որովհետև ավելի ուժգին եւ ուժգին են դարձել հարձակումները ալիքի վրա։ Ես մշտական զգուշացումներ եմ ստանում ալիքի հետ կապված, որ խնդիրներ կան, ես հիշեցնեմ, որ ուղիղ 1 տարի առաջ 15 օր արգելափակված էր YouTube-յան ալիքը, ես մտածում էի այն այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ 15 օր ես եթեր չունեցա։ Այս վտանգը չեմ ուզում ասեմ, հենց հիմա ասենց կմնացա, որտեղ չգիտես այդ հարձակումները երբ կունենան արդյունք, բայց ես կարծում եմ, որ քանի որ ձեր կոմենտները ավելի շատացել են, օրինակի համար ասեմ, որ 1400-ից ավել ես կոմենտ ստացա մենակ մի բանի շնորհիվ, որ ես խնդրել էի բոլորդ գրեիք, որտեղ եք դուք ապրում, որտեղից եք դուք նայում, ես դա մասին հիմա կխոսեմ։ Դրա շնորհիվ այսօր ավելի քիչ էր բանը զգուշացումները 1-2 անգամ եկավ ընդհանրապես, բայց տղաս խորհուրդ է տալիս YouTube-ից բացի ամեն ինչ տեղափոխել Patreon համակարգ, որը ես չգիտեմ ինչ է, չեմ հասկանում, երևի դա ասում է ամեն դեպքում դա կլինի երկրորդ պլատֆորմ, որտեղ նույնիսկ եթե այս ալիքի մի բան պատահի, մենք կարող ենք մեր հանդիպումները շարունակել նոր համակարգում։ Չգիտեմ, միասին պետք է ամեն ինչ անենք, եթե իհարկե գտնում եք, որ սա մեզ պետք է, որպեսզի կարողանանք պահել ալիքը։ Իսկ ձեր կողմից ինչ է հասնում, ընդամենը գրեք ինչ որ բան, գրեք ինչ եք մտածում, ձեր առաջարկությունը գրեք, կարծիքները գրեք հաղորդման մասին։ Հա ամենակարևորը ասեղ մեկ այդ լայքի կոճակը տարածեք, որպեսզի դա կարողանա հակազդի այդ հակերական հարձակումներին։ Հիմա վերադառնամ երեկվային հարցմանը, որ ես խնդրել էի դուք ասեք որտեղից եք նայում։ Աշխարհագրությունը այնքան մեծ է, ես ուղղակի նայել եմ, պատկերացրեք 1400-ից ավել գրառում։ 1430 քանիս էր, դա վերջնական թիվներ չի բնականաբար։ Հիմա ուզում եմ իհարկե քաղաք չեմ կարող ձեզ ներկայացնել, բայց գոնե երկրները ես երևի ձեզ ներկայացնեմ, որ բոլորս իմանանք, թե մեր այս ընդհանուր մտահոգությունը քանի հոգի է մոտավորապես հետաքրքիր եւ այդ մարդիկ որտեղ են ապրում, հա։ Դե շատ էր Հայաստանից եւ Հայաստանի բոլոր քաղաքներից, Գավառ, Մարտունի, չգիտեմ, Աշտարակ, Արտաշատ, Մասիս, ամեն տեղից, Ծաղկաձոր, բոլոր տեղերից կային, Միացյալ Նահանգներ, համարյա բոլոր նահանգներից, Միացյալ Նահանգների եւ ամենահետաքրքիրները, որ ես կարծում եմ Նյու Յորք, անկախ ինձանից ժպտում են Նյու Յորք եւ Նյու Ջերսիի վրա, փաստորեն մենք կողք կողքի ենք ապրում։ Ինձ շատ հետաքրքրեց Ռուսաստանից եկած էլի շատ, որովհետեւ ես հասկացա, որ Ռուսաստան այդ անծայրածիր Ռուսաստան երևի քաղաք չէր մնացել, որտեղից չլիներ գրառում։ Դուք էլ կարդացեք, կտեսնեք, հա, ասենք Մախաչկալա, Արխանգելսկ, Նովոսիբիրսկ, էլ Տուլա, էլ այնց քաղաքներ, որ վաղուց այդ անունները չէի լսել, հա։ Պատկերացնում եք, հայ մարդը, ասենք, հասել է Սախալին, ունտեղ ապրում է իր հայրենիքի հոգսերով։ Պատկերացնում եք ինչքան հուզիչ է դա։ Ես շնորհակալ եմ բոլորից հետ, մասնավորապես Ռուսաստանից դիտողներից, որտեղ ես գիտեմ ինտերնետի ինչ խնդիր կա այնտեղ եւ ինչ դժվար է լինել այդքան հեռու ուրիշ միջավայրում եւ հետեւել հայրենիքում կատարվող process-ներին։ Ես բոլորից շնորհակալ եմ, գիտեք ինչքան եմ կարևորում Ռուսաստանում ապրող մեր հայերի տեղեկացվածությունը, որովհետեւ ինչու մասնավորապես Ռուսաստանի, որովհետեւ ռուսական ինֆորմացիոն դաշտը շատ սահմանափակ է եւ հիմնականում շատ ուղղորդված պրոպագանդիստական եւ ես կարծում եմ, որ այլ կարծիք լսելը շատ կարևոր է այդ պարագայում։ Գիտեք, ցանկացած երկրում, եթե մարդը ապրի, վերս մոռանանք դա Ռուսաստանն է, ցանկացած երկրում, եթե մարդը սպառում է միակողմանի ինֆորմացիա, դա արդեն պրոպագանդայի ինչ-որ ձև է։ Իսկ արևմտյան մեդիան դրանով է տարբերվում, որ դու ունես ընտրություն, էլի, քո YouTube-ը չեն անջատում, քո մեդիա ռեսուրսները տարբեր են, այդտեղ մնում է մարդու երևակայության եւ
հետաքրքրությունների վրա, թե ինչ ռեսուրսներ ինքը սպառի ինֆորմացիայի առումով։ Եվ այսպես անցնենք առաջ, Ֆրանսիայից Մարսել, Լիոն, Տուլուզ, միջև Փարիզ, Սենտրոպե, այլ որտեղից ասես կար, Գերմանիայի շատ քաղաքներ, Չեխիան, Նիդերլանդներ, Դանիայից էին, Վրաստանից, Ախալքալաքից, Թիֆլիսից, Բաթումից, այդ շատ հետաքրքիր էր, Իսպանիայից են շատ գրում, Մադրիդից եմ ստացել, դա այդ քաղաքն, Վալենսիայից, Բարսելոնայից, կներեք, որ բոլոր քաղաքներ չի հիշեմ, Բելգիայից շատ կար, Շվեդիայից, դե Անգլիայից կար, Շոտլանդիայից նույնպես կար, Լոնդոն, Հունաստանից, Լեհաստանից կային շատ, Կանադայից, 3 քաղաք առնվազն, պատկերացրեք, որ Ուկրաինայից մարդիկ ապրում են պատերազմական իրավիճակում եւ հետևում են իրենց հայրենի երկրում ինչա կատարվում։ Շատ մեծ քանակի դիտումներ կա հենց Ուկրաինայից, որը իմ համար էլի հուզիչ է այս ամեն ինչը։ Ավստրիայից, հենց Վիեննայից կային, Նորվեգիայից, պատկերացնեք, Նորվեգիա, Բերգեն, Օսլո, Բելարուսիայից կային, Բելարուսիա, Իտալիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Ղազախստանից պատկերացնեք, այնց գյուղերի անունները գրած, որ ես գյուղերից չէի լսել այդ փոքրիկ քաղաքները։ Լատվիայից կայից պատկերացեք Թեհրանից էին գրել։ Թուրքիայից կա, հետաքրքիր է, որ գրողը նշել էր, որ նա գրում է Կոստանդինապոլիսից։ Շատ դուր եկավ ինձ, շնորհակալություն գրողին եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Կոստանդինապոլիսից են հենց լսում, այո, դա Կոստանդինապոլիսն է։ Դե Բուլղարիայից կային, Իսրայելից կային մի քանի քաղաքներից, պատկերացրեք Ճապոնիայից կային, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Արգենտինա, Կիպրոս, Ուզբեկստան, Լիտվա, Ֆինլանդիա, Արաբական Էմիրություններ, Սերբիա, Էստոնիայից էին գրել, Ռումինիա, Իռլանդիա, Լիբանանից, Եգիպտոսից, Մոնտենեգրո, Պորտուգալիա, Մոլդավիա, Հարավային Կորեա, Անդորրա, Սիրիա, Մեքսիկա եւ պատկերացնում եք Ադրբեջանից էի ստացել։ Ես չգիտեմ ինչի է Ադրբեջան գրած։ Հա, այդ որտեղից էր, ես հիմա չեմ հիշում, քաղաք գրած չէր։ Ուղղակի շնորհակալություն էր գրած, դա կարդացել է այդ տարածքը որպես Ադրբեջան։ Դե այն որ Ադրբեջանում ինձ լսում են եւ Ադրբեջանում են լսում եւ Թուրքիայում են լսում, ես կասկած չունեմ, բայց մի խոսքով, սա աշխարհագրություններ, դե հիմա պատկերացրեք, սիրելի հայեր ջան, ինչ են կարել մենք այս աշխարհին։ Սա ընդհանրապես ոչ ամբողջական ցանկն է, հասկացեք, որ 1400-ներ չէի կարող կարդալ, հա։ Սա ոչ ամբողջական ցանկն է, եթե քաղաք կարդայի, այս հաղորդումը չէի բավականացել։ Սա մեր ռեսուրսն է, սա մեր իրական ուժն է, որովհետև անկախ նրանից, այս մեր հայը որտեղ ապրում, մենակ են հանգամանքը, որ Հայաստանից դուրս ապրելով, այլ մշակույթի մեջ, կրելով տեղի մշակույթի ազդեցությունը, պահելով սեփականը եւ դեռ մտահոգված է իր հայրենիքում կատարվող դեպքերի հետ, այդ հայը բացառիկ նշանակություն ունի ապագա մեր պետության համար։ Բացառիկ ինչու եմ ասում, որովհետև շատ կարևոր է իր փորձառությունը այլ մշակույթի մեջ լինել, կատարելագործվել, պահել սեփականը, գուցե նույնիսկ տարածել սեփականը, որտեղ մենք հայերս շատ վատ խասյաթ ունենք։ Նույնիսկ ասում Պեկինից գրողներ կա, ես վստահ եմ, որ չինացիների մեջ իրենց մշակույթն են հաստատ տարածում։ Մենք որտեղ լինենք, մենք անպայման մերը տարածող ենք։ Նույնիսկ Չինաստանում, որտեղ իրենք բավականին, իրենք էլ ունեն շատ բան փոխանցելու, չէ՞։ Վստահ եմ, որ տեղի հայերը ոչ միայն իրանք չեն չառնել չինացի, կողքի չինացիներին կհայացնեն։ Այո, ես համարում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ապրում են դրսում եւ մտահոգ են իրենց երկրի համար եւ ունենք մենք այս փոխադարձ կապը, ես ձեզ շատ եմ գնահատում, շատ բարձր եմ գնահատում եւ ձեր մտահոգությունը եւ ձեր որպես մարդկային ռեսուրս, հա, լինել այդ հանգամանքը։ Դե ես վստահ եմ, այն պահին, որ մենք իրական իշխանություն ունեցանք Հայաստանում, այս նայողներից շատերը, ընդ որում նաև ես,
եթե ոչ նույնիսկ եթե չտեղափոխվեն էլ ամբողջական Հայաստան, իրենք շատ մեծ օգուտ կարող են տալ իրենց այցերով, իրենց խորհուրդներով, իրենց նույնիսկ բիզնեսներով։ Այսօր դա անհնարին է, ես հասկանում եմ, դա մասին այսօր դրա մասին խոսել համարում եմ ավելորդ։ Դե հիմա վերադառնանք Հայաստան, տեսնենք ինչ նորություն ունենք մենք այսօր Հայաստանում։ Եվ այսպես Սերժ Սարգսյանը իր պատիվ ուներ խմբակցությունով որոշել են վարչապետի տեխնացու առաջարկել եւ ոչ ավել, ոչ պակաս առաջարկեցին Դավիթ Համբարձումյանի տեխնացություն։ Ստեղ են ասում ականջդ կանչի դոգ։ Ես պատկերացնում եմ ավականորը լինել ազատության մեջ եւ խոսելու հնարավորություն ունենալ, այսօր ինչ էր կատարվում եթերներում։ Այնքան ինֆորմացիա բացասական իմաստով եմ ասում, որ կներկայացներ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ, ես կարծում եմ մի քանի հաղորդում, մի քանի ժամանոց բացասական իմաստով եմ ասում, ինֆորմացիա կարող էր ներկայացնել ով է Դավիթ Համբարձումյանը։ Ու որոշում են հենց իրեն ներկայացնել։ Նա տեսնենք As we live in a digital world. Սիրաշություն անջատեմ։ Սա 18 թվականի դեպքերն են օրերը, երբ որ Հայաստանում շակերտավոր հեղափոխական գործընթացներն են 2018 թիվ, սա Դավիթ Համբարձումյանն է, որը մեքենայով քշում էր ցուցարարների վրա, սա իր այսպես ասած թիկնապահներն են, մի խոսքով նայեք։ Բայց դրանից հետո ես մնացած հարցնագործություններն չեմ ասում։ Բայց դրանից հետո մարդը, քշում են մարդկանց վրա։ Մնաց քաղաքապետ, ընտրվեց էլի քաղաքապետ, հետո էլ ասում է ես ընտրություններ, բան չունեմ, ընդհանրապես խնդիր չունեմ, եղբայր, ինչի մասին է խոսքը, լսեք։ Դա մի խոսքով, մի անմեղ մարդ, երկու երեք քրեական գործ դեռ 2018 թվականից վրա կա, բայց հայտարարում է, որ խնդիր չունի, իշխանությունների հետ շատ հաշտ ու համերաշխ աշխատում է, ոչ մի խնդիր ինքը չունի, առ այսօր աշխատում է, քրեական գործերը կան, թե չկան, բայց ինքը ոչ մի խնդիր չունի, ընդհանրապես ոնց ապրում էր եւ հանցագործություններով է զբաղված Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, նոր անում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, մի խոսքով, սա մասին շատ մանրամասն կասեր վարպետը, այս ինֆորմացիոն տեղատարապների Վարդան Ղուկասյանը, ես ընդհանրապես ասում այն ինչ որ մեդիայից ես ունեմ քաղաց, ավելի մանրամասն ինքը մի դուրս կգա, կասի ով է սա։ Եվ այսպես ոչ ավել, ոչ պակաս հանրապետական կուսակցությունը որոշեց սրա տեխնացությունն առաջարկել։ Հարց ինչու։ Ինչու հենց սրա, ինչու հենց այս մարդուն, հա։ Ես մինչև այս դեպքը մտածում եի, որ հանրապետական կուսակցությունը իրան հնարավոր չի օրինակ համատել Բարգավաճի հետ։ Բարգավաճը կուսակցություն չի, Բարգավաճը մի հատ Ծառուկյան գագույն, որին Քոչարյան ասել է մի հատ կուսակցություն ստեղծի, որ ես հենարան ունենամ։ Դա մարդ կուսակցություն էր։ Հանրապետական կուսակցության արմատները գնում են շատ ավելի խորը, մինչև Աշոտ Նավարսարդյան, հա։ Ամեն դեպքում դա ինչ որ գաղափարական հենք ունեցող կուսակցություն էր, բայց չնայած իր ճակերտավոր կարկառուն դեմքերի առատությանը, այդ հանրապետական կուսակցությունը ուներ նաև ինտելեկտուալ թև, որոնք ասենք այտենց բան սրբեր չէին բնականաբար, այդ համակարգում ոչ մեկ չէր կարող սուրբ լինել, բայց Դավիթ Համբարձումյանն էլ չէին, էլի։ Պատկերացրեք, հիմա ոնց ուզում եք ասեք, Աշոտյանին Դավիթ Համբարձումյանի հետ հնարավոր չի համատել, հա։
Եվ ինչ եմ ասում Աշոտյանին, որտեղ Աշոտյանին շատերը գիտեն, բայց վստահ եմ այնտեղ կան մարդիկ, կուսակցությունում կարող են լինել մարդիկ, որոնք Աշոտյանի նման չեն, վատկաբերվածության առումով եմ ասում, բայց ինտելեկտով շատ ավելի բարձր են, քան Դավիթ Համբարձումյանը։ Վերցրեցին այս մարդիկ, առաջարկեցին մի տեխնացու, որին նայելուց այս ինչ եմ ես նկարը ցույց տալի, որին նայելուց ընտրողները հիշելու են սրանց։ Էլի սա է գալու իրանց աչքի առաջ։ Էլի գալու է սա։ Հիմա երկու հարց կա։ Եթե Սերժ Սարգսյանի պատիվները, հա, ժամանակին կարող է պատիվ ունեին, այլ տեխնացու չունի, քան Դավիթ Համբարձումյանը, նշանակում է իր տարբերությունը ՔՊ-ի հետ զրոյական է։ Զրո, եթե որտեղ մի քաղաքապետ 7 տարի ձեռի նույն ձև աշխատել է ՔՊ-ի հետ, նրա տարբերությունը ՔՊ-ական հետ ոչ մի բան, այսինքն ինչ է նշանակում տարբերություն։ Եթե տարբերություն լինի, նա չէր կարող աշխատել։ Եթե նույն համակարգի մեջ նույն հանցագործությունը իրականացվել է, քրեական գործը վրա են, նույն ինչ ասեմ, նույն նարկոտրաֆիկը, ամեն ինչ նույն ձև իրականացվել է, նշանակում է նույն մարդիկ են։ Կուսակցության անունն է կարևոր, իմ համար չէ։ Իսկ եթե սրանից բացի կար այլ մեկը, որ կարող էր այսքան ռադիկալ չընդունվել մարդկանց կողմից, այսինքն թուգումուրին չարժանանալ, արժեքավոր մեկը, բայց հանրապետական կուսակցությունը չներկայացրեց որպես վարչապետի տեխնացու, նշանակում է էլի խաղում են նույն խաղը, ամեն ինչ անում են, որ ժողովուրդը սրանց ահ ու սարսափից, այս գարշանքից, ինչու՞ այս գարջից, սա Սերժի բառն է, հա, որ այս գարջից իրան հեռու պայի, ասի, ես չեմ ուզում սրանց դեմքը տեսնեմ, ավելավա մնա Նիկոլը։ Այսինքն այս քայլը Սերժ Սարգսյանի կողմից արված կրկնակի տապալում է։ Եթե ուրիշը չկա, սա է, նշանակում է ձեր մեջ իրականում տարբերություն չկա, դուք ոչ մի բան եք որպես քաղաքական թիմ, հա, եւ դուք, այսինքն ձեր սրա մեջ մարդուն դուք ոչ մի ձևով չեք մոտիվացնում, որ ձեզ ընտրի, կամ նույնիսկ ուշադիր հետևի իմպիչմենտ լինելու է, թե չի լինելու։ Որովհետև ինչ է նշանակում իմպիչմենտ լինել։ Մարդը ինչի պիտի հետաքրքրված լինի, եթե իր պոտենցիալ վարչապետի տեխնացուն ՔՊ-ի հետ աշխատող նույն հանցագործն է, հա։ Իսկ եթե դուք ունեք, չեք դե նշանակում է դուք ամեն ինչ անում եք, որ Նիկոլ Փաշինյանը առավել եւս այսօր ինչ որ շահեկան դիրքով մնա։ Ես հակված եմ երկրորդին, որտեղ եթե դուք լավ փնտրեիք ու պարտադիր չէր որ լինել հանրապետական, դուք անպայման կգտնեիք մեկին, որին չէին ամաչի մարդիկ ձայն տալու եւ որին չէին խորշի այլընտրանք տեսնելուց եւ որի խաթր նույնիսկ կարող է հետևեին իմպիչմենտի գործընթացին։ Իսկ Սերժ Սարգսյանը ապացուցեց այն, որ այն ինչ որ հիմա կատարվում է, կատարում հենց իրենց անմիջական աջակցությամբ։ Հիմա էլ այդ process-ը շարունակում են ստեղծելով շղարշ, թե impeachment են ուզում անել, բայց եթե դուք impeachment սրանով եք ուզում անեք, պարզա չէ որ սա չի լինելու։ Պարզա չէ որ այս impeachment-ը մարդկանց աբսոլյուտ չի հետաքրքրում։ Այս փոխատեղումը, տեղափոխումը, այսինքն եթե տեղափոխումից որակական փոփոխություն պետքա չլինի, որինչ տեղափոխում անում եք, որինչ անեք, Սերժիկ, ես քեզ ցիտեմ։ Եվ այսպես ես ավելի հակված եմ հենց երկրորդ տարբերակի վրա, որը նշանակում է մի բան, Լյովով ջան, մոռացեք սրա մասին։ Մի էլ մտածեք սրանց մեջ ընտրության մասին, մի էլ մտածեք սա, որովհետև սրանց նպատակն է, որ մենք մտածենք այս շղթայի մեջ, հա, այս առաջարկված ընտրությունների մեջ մեր ընտրությունը։ Բոլորովին 1 տարի դեռ կա, քաղաքական ուժերը եթե լավ մտածեն, լավ փորփրեն, կարող է գտնեն մեկ թեկուզ, թեկուզ նետրա չեմ ասում, ֆանտաստիկ ինչ որ մի ինտելեկտով եւ հնարավորությունով կամ կենսագրությունով մեկին, որին կառաջարկեն վարչապետի տեխնացու եւ մարդիկ այն 70%-ը, 75%-ը, որ նոր մարդ է, նոր շունչ է փնտրում, կգնա եւ այդ մարդուն ձայն կտա։ Քանի այդ մարդը չի եղել,
Ես առաջարկում եմ բոլորովին խոճապի մեջ չեն գնել, բոլորովին, որտեղ հավատում եմ Պաուլիո Կոելյոյի ասածին, ասում է ամեն ինչ անպայման լավ ավարտվում, եթե լավ չի, ուրեմն նշանակում է չի ավարտվել, այնպես որ եթե մենք ուզում ենք ավարտը տեսնենք, պետք է լավ ավարտ լինի անպայման, եթե լավ չի, ուրեմն դեռ չի ավարտվել, եթե չունենք ընտրություն, նշանակում է դեռ ընտրության ժամանակը չի եկել, ուրեմն պետք է ստեղծենք մենք դա, մեր աջակցությամբ, մեր հորդորներով, մեր ակնկալիքներով, որտեղ քաղաքական ուժերն ինչ են, քաղաքական ուժերն նայում, տեսում են իրենցից ինչ ակնկալիք կա, մարդիկ ինչի են իրենց պարտադրում, ոնց որ դրդում, նրանք էլ չեն կարող հասարակությունից կտրված ապրել։ Այդ քաղաքական ուժերն էլ մարդիկ են, անդամներ ունեն, հարևաններ ունեն, բարեկամներ ունեն, այս կամ այն ձևով նրանք կապված են հասարակական տրամադրությունների հետ։ Այնպես որ խոճապի մեջ պետք չի գնել, մենք կունենանք անպայման մեր տեխնատուն։ Եվ այսպես, դատավարություն ա գնում, խնդրեմ հատ նայեք։ Կապանի բնակիչ Նևեր Գևորգյանը պատմել է, որ մայիսի 10-ին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան, վերջինս տեսնելով Փաշինյանին վանկարկել է «Նիկոլ Դավաճան, Նիկոլ Թուրք»։ Ոստիկանությունը Նվերին բերման է ենթարկել Կապանի ոստիկանության բաժին, նրան պահել 24 ժամ, սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին, այնուհետև տեղափոխել հոգեբուժարան։ Փաշինյանը եկել Կապան, ոստիկանցել է ոստիկաններին, ասել եմ, ես Նիկոլը Հարաբաղը ծախել այն, հիմա Ղապանա ուզում ծախի, վարկարկել Նիկոլ Թուրք, Նիկոլ Դավաճան, ուզեցել եմ քայլ խապուս կորի մատնի, ոստիկանությունը բեման արեքայք և բաժին, կավեր 24 ժամ բայ է ոստիկանությունում, ինքնատիրությունից տպերին, քորներ են տպեր, հետո տարել եմ խծեր հոգեբուժարան, ամի շապատ մնացել եմ հոգեբուժարանում, չէ Կապանի։ Բայց ինչի է տարել հոգեբուժարան, ինչ? Մնացած էական չի։ Ես ոստիկաններին եմ ուզում հարցնեմ։ Դուք Կապանի ոստիկաններ եք։ Այսինքն դուք մտածում եք դուք ավելի լավ ոստիկաններ եք, քան Արցախի ոստիկանները, որ առանց տուն մնացին։ Դուք ոստիկան չեք, դուք անհայրենիք թուրքի ծառա եք, դուք ինչ ոստիկան։ Այս երեխուն ինչ քֆուրներ տվել եք, ինչ ասել եք, ոնց նվաստացել եք, ամբողջ ազգը իր ռեսուրսով կին տղամարդ վերադարձնի ձեզ բոլորին անհատական, ոչ թե խմբակային, անհատական, ասիկին 4 միլիոն կանք առնվազն, 4 միլիոն անգամ բոլորդ լսեք այն ամեն ինչը, ինչը դուք ասել եք այս երեխի։ Ուղղակի ես ավելին ինչ չեմ կարա թույլ տամ։ Սիրով կանեի, ես ուղղակի չեմ ուզում այդ դաշտ մտնեմ, էլի։ Անդե վիրտուոզ կա, ես չեմ կարող հանդիպեմ։ Ինչ ասել եք այս երեխուն իր արածի համար, իր ամբոստության համար, ասեմ աշխարհի հայերը անհատական ձեզ բոլորին ասեմ, ես չեմ ասում ձեր ընտանիքին, ձեզ ուսես 4 միլիոն անգամ դուք էդի լսեք։ Իմ կողմից էլ ասեմ ձեզ արա, դուք չեք կարա ոստիկան լինեք, դուք չեք կարա մարդու հայ լինեք, դուք ազգ, անհայրենիք, անուղեղ հոտ եք արա դուք ուղղակի։ Ձեզ ուրիշ բան հնարավոր չի ասել։ Ձեր ուղղակի բախտը բերել է, որ ձեր դեմը այնտեղ դուրս չի եկել, որ կարող է ձեր վիզը վրից փոկել։ Հասկանում եք, ու դա մի օր լինելու է, ասել դու ես ում ես պաշտպանում։ Դու ես ում ես պաշտպանում, որ արդեն տվել է մեր երկրի կեսը։ Ու դու քեզ ում որ հիմա բռնեցվի ես երեխուն տարար։ Ինք չի տալու քո խաթր ես երկիրը։ Իրա ձեռը լինել վաղուց էր տվել։ Այդ փթիրներ դուք ձեր երեխեքին, դուք ձեր տներին վաճառում եք, հələ տալիս եք սրան, հələ դրան դեմ բողոքող երեխուն տանում եք գցում եք գժանոց։ Այս երեխան ձեր ընտանիքի ուզենա փրկի, ձեզ փրկի, դուք ձեզ փրկիչին տանեք գցեք գժանոց։ Ինչա դա Սեբանին է պետք, Նիկոլին է պետք։ Դուք մոռանում եք վաղը փոխվելու է ամեն ինչ։ Այս երեխան հիշելու է, չէ, ով եք դուք, հատանուն ազգանուն։ Ովքեր են եղել այդ ծառայության, ով է սրան ուղեկցել։ Դուք չեք մտածում, որ գալու է այդ օրը։ Ու արդեն ուրիշ համազգեստով, իրական ազգային համազգեստով, տղեկը գալու են ձեր հետևից։ Ասեն արեք դա։ Այս ովքեր եք ուզում ես տարածքը տայեք թուրքերին, կամ թուրքին տվողին ես ով եք, ես դուք եք պահում ես թուրքին տվողին։
Հələ Թուրքի դեմ կռվողին էլ բռնում տանում եք բան, գժանոց։ Գժանոց այն ժամանակ դուք իմանաք, կե երազեք, որ դուք լինեք գժանոց, կասեք գոնե մեզ տանեին գժանոց։ Սան ասումին է, սան է կարա դուք բանում։ Դուք սրանց ինչով եք տարբերվում։ Լսնեք ինչ է ասում Արինե Պետրոսյանը։ Գրող հրապարակախոս Արինե Պետրոսյան։ Եվ այսպես։ Փաստացի Նիկոլ Փաշինյանն անում է ճիշտ այն, ինչը պետք է Հայաստանը քանդելու համար։ Անշուշտ նա խնդիր ունի եւ դա պարզ տեսանել է, բայց այս ամենը միայն անձնական հանգամանքով չի բացատրվում։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր դեմ հսկա մեքենա է աշխատում։ Այո, նաեւ իդեմս այն երիչերիների համայնքի այն անազգ անհայրենիք այն բիոմասայի, որ ուղղակի այսօր ոստիկանական համազգեստում է։ Ինչ պիտի անի երկրի ղեկավար, եթե երկրի դեմ նման սպառնալիքներ կան։ Եթե հանգիստ ժամանակ երկրի ներսում հակասություններ կան, եւ դա բնական է, սպառնալիքի դեպքում պետք է համախմբվել։ Եթե երկիրը կենաց մահու վտանգ է սպառնում, դու բոլոր միջոցներով պետք է համախմբես, դա քո շահն է։ Իսկ ինչ է անում Փաշինյանը, ճիշտ հակառակը։ Ուրեմն նա մեր երկրի ղեկավարը չէ, որքան էլ դա դժվար լինի պատկերացնել։ Հիմա ես բանից շարունակեմ։ Եվ իրեն ծառայողները մեր երկրին չեն ծառայում, որքան էլ դա դժվար լինի պատկերացնել ու համակերպել դրա հետ։ Ձեր տներում, բոլորի տներում, որտեղ որ օրենքի ճակերտավոր եմ ասում, դատախազություն, ոստիկանություն, չգիտեմ, քննչական, ինչքան ուզում ծառայող լինի, իմացեք, իրանք որ գնում են գործի, իրանք չեն գնում երկրին ծառայելու, ձեզ խաբում են իրանց հետը։ Իրանք գնում են ծառայելու մեկին, որ քանդում է այս երկիրը, որ Իրան ասում են այս մեր երկիրը քանդում անեց ոնց որ Արցախն է քանդում, այդ ասող երեխուն տանում են գժանոց, որ դրա համար ոչ հոդված կա, ոչ մի բան չի սպառնում, է թուրք Նիկոլ ասելու համար, մանավանդ այն պարագայում, որ ինքը չի վերաբերվում, որ չի վիրավորվում, իրեն ասում են թուրք, ինքը գիտի, որ ինքը թուրք է, բայց այս ելիչերիների ծնունդը իբր լավություն են անում, թուրքին թուրք ասող երեխուն տանում են գժանոց։ Խնդրեմ։ ՀՀ կառավարությունը գեյների հարցով լուրջ չի զբաղվում, ուզում են մոռացության տանել։ Ջոնաթան Շվատենբերգ։ Ուրեմն հայ գեյների ազատ արձակման համար Հայաստանի կառավարությունը կարող է անել ավելին Նյուզի հետ զրույցում ասեց, այս մասին նշեց գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Շվատենբերգ։ Սրան ով ծառայում է, ինքը ծառայում է, որ մեր երեխեքը գեյները կյանքում տուն չգան։ Հիմա դուք ասեք դրանք ով են։ Դուք, ես չեմ ասում, դուք ասեք դրանք ովքեր են։ Իմ անձնական մոտեցումն այն է, որ այս հարցով կառավարությունը լուրջ չի զբաղվում։ Այսինքն ուզում են մոռացության տանել, մենք դա էլ ենք տեսնում, եւ կա հասարակություն, որը պետք է դերակատար լինի այս հարցով, որովհետեւ Հայաստանի քաղաքացիների տեղը Բաքուն չէ։ Այլ երկրներում եթե նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կլիներ հասարակության մեջ։ Հայերը մեկ առավելություն էլ ունեն, սփյուռքը, որի ներկայացուցիչները կարող են իրենց երկրներում բարձրացնել հայ գերիների հարցը։ Կարող ենք շատ ավելին անել, չենք օգտագործում մեր բոլոր պոտենցիալն ամբողջությամբ։ Պատկերացրեցիք։ Հիմա հետաքրքիր է, չէ՞ որ գերմանահայոց խորհրդի նախագահն է ասում։ Ես ոնց նայում եմ գերմանահայերն են շատ ակտիվ զբաղված, շվեյցարահայերն են շատ ակտիվ զբաղված։ Հիմա ես ուզում եմ մնացած մեր հայերին Ֆրանսիա, Ամերիկա, չգիտեմ, Իտալիա, մնացած հայերին մեր ընկերներն ասել։ Ժողովուրդ ջան, եթե մենք սա չանենք, ինչպես գերմանահայերն են անում, շվեյցարացիներն են անում, մեր փոխարեն դա ոչ մեկ չի անելու։ Մեր գերիների խնդիրը մեր խնդիրն է, դա Փաշինյան Նիկոլի խնդիրը չի։ Դա իր կառավարության խնդիրը չի, իրանք թքած ունենան այդ ամեն ինչի վրա։ Ամեն ինչ իրանց այսօրվա թալանից, աթոռից, այս իշխանությունից այն կողմ ոչինչ չի հետաքրքրում։ Սրանք դրա դիմաց վաճառել են բոլորի կյանքերը, բոլորի ապագան Հայաստանին հետ է վերցրած։
Հիմա հարց եմ ուզում տամ նաև ինչու մնացած գած օջախներում այս ակտիվությունը չկա։ Ես նախս գիտեմ, որ շատ հայկական համայնքներ կան, շատ գաղթօջախներ կան, շատ միություններ կան։ Ես լուրջ որ այդ միությունների զբաղվածությունը տեսնում եմ, օրակարգը տեսնում եմ, ինձ նեղացնում է դա։ Գիտեք, նեղացնում է։ Դուք պատկերացեք մի ընտանիք, որտեղ մեկի այդ դժբախտությունը պահե, 6 հոգանոց ընտանիք ասեն, 6 հոգանոց։ Մեկի այդ դժբախտությունը պահե, մնացած 5-ը կամ մնացած 4-ը ամբողջ օրը հարսանիքների մեջ են կամ ուրիշ խնդիրներով են զբաղված եւ թքած ունեն այդ մեկի հետ ինչա կատարվում։ Սա ուղիղ նկարագրությունն է նրա ինչ որ կատարվում է Հայաստանում եւ այն օրակարգը, որ կա Սփյուռքում, ոչ միայն Հայաստանում, նաեւ Սփյուռքում։ Տեսեք, Հայաստանում մարդը ազատ չի։ Եվ որ Հայաստանում իշխանության լափամանից օգտվողները, որոնք մի քանի տասնյակ հազար են, մի քանի տասնյակ հազար, ամբողջ լեկարբանը վերցրեք պետական ապարատը, տեսեք ինչ թիվ է անում, 100,000-ն անցնում է։ Եվ որ իրանք իրենց օրական բանով են զբաղված, մեկը ստիպված, մեկը հաճույքով, ես դրան բան չեմ կարող ասել։ Նրանք ազատ չեն, նրանք ինչ-որ չափով պատանդ են, բայց Թուրքում այդ միությունները, այդ կառույցները, որ փող են հավաքում պատերազմում օգնելու, փող են հավաքում երկրաշարժի ժամանակ օգնելու, չգիտեմ, ես գիտեմ ինչ որ հայանպաստ բան ուզում են անել, բայց ես հիմա ասում ձեր հայանպաստ բանը հիմա պետք է լինի այն ինչ որ անում է գերմանահայոց համայնքը, շվեյցարահայերի համայնքը, սա է այսօրվա օրակարգը։ Հասկացեք, եթե դուք նույնիսկ այնտեղ ինչ որ մի հատ ծրագիր եք անում, որ ինչ որ մի հատ ընտանիքին օգնում եք, դա ոչ մի բան է, որտեղ այսօր պետականությունն է պետք փրկել, գերիներին է պետք փրկել, ժողովրդին, մեր ժառանգությունը, մեր երկիրն է պետք փրկել այս նիկոլացիներից։ Ռուսաստանում է հետաքրքիր բաներ, ես համասին ուզում ասեմ, անպայման Ստավրապոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու ավագությունը։ Տեսեք, սա Ստավրապոլն է, Ռուսաստան։ Եվ այսպես, ուրեմն ինչ է եղել, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Փաստինֆոյի զրույցում պատմեց, որ մայիսի 29-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Գրադա Ստավրապոլ քաղաքի Հյուսիս Կովկասյան դաշնային համալսարանի կազմակերպած նացիզմին հաղթած Կովկասի ժողովրդների պատմական հիշողության մասին միասնական տարածքով կոնֆերանս է եղել, մի խոսքով։ Կոնֆերանսին մասնակցել են շուրջ 100 գիտնականներ Ռուսաստանից, Հարավային Կովկասի պետություններից։ Հայաստանից ներկայացված են եղել 9 պատվիրակ, եղել է նաև անշուշտ ադրբեջանից այնտեղ։ Ինչ ասում, ադրբեջանցի չէին լինի, եթե հերթական անգամ չփորձեին կեղծիքի դիմել եւ իրենց չեղած պատմությունը չփորձեին ներկայացնել ներկաներին։ Նրանք փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե ողջ երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել են ադրբեջանցիները։ Դու պատկերացնում եք Ալիևը դրանց ինչ բանի մեջ է գցել, որ դրանք կորցրել են իրենց բառացի էլի։ Նախ հայտարարում են, որ իբր ադրբեջանական դիվիզիաներն առաջինն ընդունել են ֆաշիստական հարձակման ալիքը, պատկերացնում եք, հատկանշական է, որ անգամ նիստը նախագահող ռուս անվանի պատմաբանների նյարդերը սկսեցին տեղի տալ եւ մի պահ ուղակի հրանգացին անջատել ադրբեջանցիների բարձախոսը։ Հոյակապա չէ։ Ռուսաստանում նույնիսկ դրանք այնքան են զզվացնում, որ ռուսները ասում են անջատեք դրանց խոսափողը։ Սա ադրբեջանական գիտական միջավայրի, ոնց ասեմ, ճակերտավոր հաղթանակն է։ Գիտեք ինչ են այդպես ոգևորված, որովհետև որ քաղաքական ասպարեզում իրանց կարող են ինչ ասես թույլ տալ եւ Հայաստանի կողմից հակադարձություն չեն լսում, մտածում են, այ նույնը պետք է լիներ նաեւ այս կոնֆերանսում։ Եվ այսպես Բալասանյանը պատմեց, որ երբ հայկական կողմը ջախջախիչ փաստարկներով սկսեց ներկայացնել, որ մեծ հայրենասիրականի մասին բարբաջող Ադրբեջանը ոչնչացել է խորհրդային միության հերոս մարշալներ Բաղրամյանի ու Բաբաջանյանի Չարդախլու գյուղի տուն թանգարանները ու դրանք վերածել է չայխանայի,
որ մարշալների անձնական իրերն ու զենքերը կորել են ու անհասկանալի է թե որտեղ են գտնվում, ներկայացնել, որ Շուշիում ծնված Նելսոն Ստեփանյանի կիսանդին ավիրվել է Ադրբեջանի կողմից, նրանք պարզապես չգիտեին ինչպես հակադարձել։ Սրանք անհերքելի փաստեր էին, որոնց ադրբեջանական կողմը փորձեց հակադարձել հիստերիա բարձրացնելով, բայց ի պատիվ հարևան վրացիների, վրացական պատվիրակությունը եւս միացավ մեր գործողություններին ու կոշտ քննադատեց ադրբեջանցիներին, հերթական անգամ կոչ անելով չաղավաղել պատմությունը ու մտածածին հերոսներ չհնարել, որոնք իբր կռվել են մեծ հայրենական պատերազմի ժամանակ։ Մի խոսքով, հետո սկսել են սրանք ինչ-որ դիվիզիայի մասին խոսալ, որ 7-րդ մի ամբողջ դիվիզիա է եղել ադրբեջանական, հետո գիտնականները պարզում են, որ խոսքը 77-րդ դիվիզիայի մասին է, ի պատիվ մեր պատմաբանների շատ արագ բացահայտվեց, որ 77-րդ դիվիզիայի կազմում ունեցել է 700 անդամ, որոնցից մենակ 350-ն են ադրբեջանցի եղել։ Ու որևէ պարագայում դա չի կարող դիտվել որպես ադրբեջանական դիվիզիա։ Այն դեպքում եւ անգամ 20% ադրբեջանցիներ դրա կազմում չեն եղել։ Ու նշենք, ասում որ այդ դիվիզիայում եղել է 160 հայ։ Պատկերացնեք ինչքան աշխատանք կա աշխատող մեկ իրականացնելու։ Սրանք բոլոր տեղեր են։ Սրանք ամենուր են ու իրանց կեղտոտ քաղաքականությունը, կեղտոտ քարոզությունը փորձում են իրականացնել մեծ փողերով։ Ու դրան ոչ մի հակադրություն, այսինքն այս հակադրությունը կա Գերմանիայում, կա Շվեյցարիայում, կա, հիմա տեսնենք Շվեյցարիայում ինչ է եղել։ Այսպես։ Եվ դուք գիտեք, որ Բեռնի համաժողովը նպատակը հենց Լեռնային Ղարաբաղի հարցի վերանայումն է, որ պետքա նա չվերանա հանրային գիտակցությունից, որի արդյունքում Հայաստանում սկսվեց հիստերիա բառացի արձակում եկեղեցու նկատմամբ։ Հիմա մի քանի մանրամասներ ինչպես է դա անցել եւ ինչ խնդիրներ են նաեւ այնտեղ եղել։ Ուրեմն այս ընթացքում որ այդ կազմակերպելը տեղի բողոքական եկեղեցին մեր հայամանքի ներկայացուցիչների հետ, ուրեմն Շվեյցարիայի խորհրդարանի 19 անդամներ են մասնակցել այդ միջոցառմանը։ Ուրեմն այն ուղեկցվել է կիբեր հարձակումներով, որ ոչ մի ձևով այս բանի մասին ինֆորմացիա տարածվի։ Սա ադրբեջանցիների բնական է, չէ՞, որ իրենց ձևով գործան։ Նույնը ինչ որ իմ կայքի հետ է արվում։ Իմիջիալոց, եթե դուք իրեք մտածում եք, որ այս կայքը պետք է աշխատի, իմ YouTube-յան ալիքի մասն է խոսքը, ձեր աջակցությունը այստեղ շատ կարևոր է, ժողովուրդ ջան։ Ինձ մի հարցրեք, ես ինչ անեմ։ Գրեք ինչ ուզում եք։ Սեղմեք լայքի կոճակը եւ անպայման տարածեք։ Ինչքան շատ մարդ տեղեկացված լինի, այնքան մեր պոտենցիալ էներգիան կմեծանա։ Պոտենցիալ էներգիան եւ հնարավորությունը այս չարիքը հաղթահարելու համար։ Ես ուրիշ բան չգիտեմ, ինչ ասեմ ուրիշ։ Ուրեմն, բացի կիբերհարթակներից, արձակումներից, լրացված է եղել նաեւ մամուլը։ Մամուլը լրացված է եղել մի շատ պատճառով, որովհետեւ տարածքում կա Սոկար, ադրբեջանական ֆիրման, որը մեծ եկամուտներ ունի Շվեյցարիայում եւ կարողացել է իր միջոցներով չգիտեմ, գնի կամ խլացնի այդ մեդիաների, որոնք հնարավորինս պասիվ մնան այդ միջոցառումը տարածելու համար։ Մի ուրիշ խայտարակ փաստ, ուրեմն համաժողովի թափուրաթորներ կամ Վատիկանի դավաճանություն։ Ուրեմն Վատիկանին էլ ուղղված եղել բան, հրավեր։ Եվ Վատիկան որպես պետություն եւ Վատիկան որպես կրոնական համայնք, կաթոլիկների։ Չի եկել ոչ կրոնական համայնքը, ոչ պետությունը։ Իրաց տեղը թափուր է մնացել։ Իսկ ես հիշեցնեմ, որ ընդամենը դրանից մի ամիս առաջ էր, որ Վատիկանում անցավ ադրբեջանական ժառանգության, երևի հիշում եք, այդ միջոցառումը։ Խայտարակ բան, դրանից երկու օր հետո Ֆրանցիսկոսը մահացավ։ Եվ պարզվում է այդ միջոցառումը ուղղակի հաշվի առնելով սա, ուրեմն պատահական չէր։ Ուրեմն պատահական չէ, նշանակում է Վատիկանի վրա Ադրբեջանի ազդեցությունը շատ է, իսկ Ադրբեջանը կարող է Վատիկանի վրա ազդի մենակ մի ձևով, փողով, ուրիշ ազդելու
տարբերակ չկա։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ ինչով է զբաղված Վատիկանում Հայաստանի դեսպանը։ Խնդրեմ։ Սա է Վատիկանում Հայաստանի դեսպանը։ Ինչ ուզեք կարող եք ասել ուղղակի սա։ Ինչ են անում հայկական դեսպանատները արտասահմանում։ Ինչ են անում։ Ես կասեմ մի բան, հայանպաստ ոչ մի բան։ Կոնկրետ հիմա սրան եմ ասում, ես Վատիկանում փաստեր եմ ասում։ Եթե Ադրբեջանը կարողանում է կեղծ համաժողովներ անցկացնել, ունդեղ հայկական դեսպանատունը ոչ մի բան չի անում դրանից հետո։ Դրանից հետո հրավեր են ստանում մասնակցային միջոցառման։ Էլի չեն գալի, նշանակում է այս ամբողջ ընթացքում հայկական դեսպանը իր ամբողջ աշխատակազմով խոտ է կերել ընդեղ կամ այլ բան, այլ բուսականություն։ Կարևորը այն ինչի համար ինքը որ ուղարկված է, այն ինչի համար ինքը որ աշխատավ Արցախստանում, այն ինչի համար որ ինքը դեռ միջոցներ են հատկացվում տարածքին այդ ամենը չսպասարկելու համար իզուրա եւ դա չի աշխատում իր նպատակների համար։ Նշանակում է պետության փողերը մսխվել են։ Նշանակում է օրը գալու է այս դեսպանը պետք է նաեւ իր հանցավոր անգործության համար պատասխան տա։ Եվ ոչ միայն այս դեսպանը։ Ոչ միայն այս դեսպանը, ցույց տվեք բանը ադրբեջանական քարոզչության դեմ աշխատում եք որ դեսպանատունն է պայքարում։ Բնականաբար եթե դրանց ղեկավարը լինի գործակալ, օտարերկա գործակալ Արարատ Միրզոյանը, բնականաբար իր դեսպաններն են սա պետք է լինեն։ Բայց թող չմտածեն որ իրանք եթե ընդամենը բան են հրաման են կատարել, սա բավարար հիմք է ազատ բանից պրծնելու, պատասխանատվությունից պրծնելու, չէ, հələ դուք կարող եք ձեր ստացած աշխատավարձները հետ բերեք տակ, որովհետև դուք դրա դիմաց պետք է անեիք աշխատանք, ու դուք չեք տարել։ Փաստացի դուք խաբել եք։ Այս ընթացքում Արցախի ամբողջ օկուպացված տարածքներում անասնապահության մենաշնորհային Էրդողան ունի միայն, բա Արցախը մի տարածք է, որտեղ ամեն ինչ մենաշնորհներով է։ Միջև Արցախի դատարկում այդ մենաշնորհը Արցախի օլիգարխիային մեջ հանցագործ քաղաքական ու ռազմական ղեկավարությանը, հիմա էլ փաստորեն Էրդողանինն է Արցախը։ Ինքն է մենակ ընդ անասնապահությունով զբաղվում։ Կանք Երևան։ Փաստորեն Պատերների անցնելուց հետո ծով խնդիրների առաջ է կանգնել Տիգրան Ավինյանի կաբինետը։ Մարդիկ տրանսպորտ են նստում, ուղևորները չեն վճարում, խոստովանում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։ Դերակատարման համար մեղադրում է ընդդիմադիր խմբակցություններին, որոնք երևանցիներին բոյկոտի 150 դրամ ուղևորը չվճարելու կոչեր էին անում։ Այս կառավարության համար անպայման իրենց հանցագործությունների եւ տապալումների համար մեղավորներ կան։ Բոլորը մեղավոր են, բացի իրանցից։ Բոլորը։ Դուք տեսել եք այդպես մարդ, որ 7 տարի լինի վարչապետ ու ոչ մի բանում մեղավոր չլինի։ Դուք տեսել եք, կա, դա կոչվում է ԿՊ-ական տեսակ, անուն ազգանուն էական չի։ Օգտվելով առիթից ուղղակի այս ամեն ինչ ուզում տեղափոխեմ մի քիչ անձնական կյանք։ Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք ոչ մի բանի համար ես պատասխանատու չեն զգում եւ ամեն հարմար առիթով պատասխանատուները փնտրում են դրսում, ուրեմն ժամանակն է այդ մարդկանց սիրուն փաթեթավորել ու դնել շատ հեռավոր մի անկյունում։ Շատ, չեմ ասում շպրտել, աղբանոց բան, դες բան չէ, սա էս փաթեթ դնեք շատ հեռու, որ ձեր ճակատագրի, ձեր օրվա գրաֆիկի, ձեր հետաքրքրությունների մեջ հնարավորինս տեղ չունենան, որովհետև նման մարդիկ դա լինի ընտանիքում, դա լինի բիզնեսում, դա լինի հարաբերությունների մեջ, դա լինի քաղաքականության մեջ, ցանկացած տեղ այդպես մարդիկ ոչ միայն օգտակար գործողության գործակից երբեք չեն ննա, այլ հակառակը իրենց պարտականություններն են մնալու է ձեր վրա։ Նույնիսկ եմ ասում, դա լինի զուգընկեր, դա լինի բիզնես պարտներ, դա ընկեր լինի, ով ուզում է լինի։ Եթե մեկի խոսակցականի մեջ դուք զգում եք, որ ինքը հակված է ամեն ինչում մեղավորներ գտնել, բացի իրանից, ու ոչ միտեղ չի տեսնում իր մեղավոր դեղը, նշանակում է սիրուն փաթաթում եք, բանցիկով դնում եք շատ հեռվում մի հատ անկյունում։ Ձեր համար եմ ասում։ Ես դա վաղուց եմ արել։
Եվ այսպես բարձում է Պուտինի անօրինական դուստրը, որի մասին բոլորը գիտեին, որի մայրը օլիգարխ է, միանգամից յախտաներ, միլիարդներ եւ այլն։ Ապրում եւ աշխատում է, սովորում ապրում եւ աշխատում է Փարիզում։ Դե հիմա ապրում է աշխատում է Փարիզում, նա շատ օլիգարխների երեխաներ են, Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, բոլորը ոչ մեկ Ռուսաստանում չի։ Սա չի մենակ հետաքրքրական փաստը։ Հետաքրքրական փաստը նա է, որ լրագրողները յան տեսել են ֆիքսել են Փարիզում մի գալերեայում, որտեղ ինքը աշխատում է որպես ստաժյոր, որը հիմնականում ներկայացում է էմիգրանտ, ոնց որ ռելոկանտ բաներին։ Ոնց է։ Закрывание розовые, называйте, как хотите. Որտեղ ինք այդ գալերեայում հիմնականում ներկայացված են ռելոկանտ նկարիչները, որտեղ դե բնականաբար իրանք ազատ մտածող մարդիկ են, որոնք փախել են Պուտինյան ռեժիմից, պատերազմից հետո եւ իրանք ստեղծագործությունների մեջ շատ կա նաեւ հակապատերազմյան թեմաներ, ուկրաինական թեմաներ եւ ընդհանրապես այդ մթնոլորտը ազատ մթնոլորտը, որտեղ քննադատում է Ռուսաստանը, պատերազմը եւ այլն։ Այս աղջիկը այս ցուցահանդեսների կազմակերպիչն է։ Դե շատ տարբերակներ քննարկվեցին ինչու է այնտեղ, դե սովորել է Փարիզում, փաստորեն այդ աղջիկը արվեստի բիզնես 20 թվականից ավարտել է եւ մտել է ստաժյոր աշխատում այս գալերեայում, ու այս ցուցահանդեսներն է կազմակերպում, հակառուսաստանյան, Ուկրաինայի աջակցության ֆոնդեր են հավաքում, մի խոսքով, ու բացում է Պուտինի հենց այդ աղջիկն է, որ միլիարդներ ունի, միլիարդներ, իր մայրը, իրանք ապրում են Փարիզում, այս աղջիկը սովորել է ու դեռ ապրում է։ Ինձ այս պատմության մեջ գիտեք ինչ հետաքրքրեց։ Չմեկ ես մի քանի անգամ ասել եմ հայաստանյան օլիգարխներին, այս քաղաքական վերնախավես տականքին, ասել եմ կարող է մի օր անենց պատահի, որ ձեր երեխաները մարդ դուրս գան, հանկարծ ձեզ նման չլինեն, ու մի օր պատտվեն նայեն հետ, ասեն ես ինչ է կարել։ Ինչ եմ ասում, որ սա հնարավոր է, եթե Պուտինի պարագայում սա հնարավոր է, ես այս աղջկան բան չունեմ ասելու, ինքը մեղավոր չի, որ ինքը Պուտինի աղջիկն է, բոլորովին, հակառակ, ինքը իր Instagram էջում գրում է ոչ պատերազմին, ինքը չնայած այդ միլիարդներին, բայց ինքը ստաժյոր աշխատում գալերեայում, ցուցահանդեսներ կազմակերպում, մի խոսքով, այս կարգի մարդ է, ու ես չեմ բացառում, որ այս կարգի դեպքեր են լինելու, ոչ այս օրինակով, ես շատ տենց դեպքեր գիտեմ, որ ասենք մաֆիոզի երեխաներն են դառել, երգիչ, արվեստագետ, տարբեր գրող, ու չեն գնացել իրենց ծնողների ճանապարհով, ու իրենց աշխատել են չասոցացնել այդ իրենց ժառանգության հետ, եւ ասենք այդ ընտանիքները շատ ծանր են տարել այդ ամեն ինչը, բնականաբար, որովհետեւ իրանք սպասում են, որ իրանք դուրս եկած իրանք գործի շարունակողը պետք է լինի, ասենք Ծառուկյան Գագոյի նվերիկը պետք է լինի, ասենք այս նույնն է, էլի կոպիան, ասենք կամ ասենք Քոչարյան Ռոբերտի Լյովիկը, բարձվել է չէ, այնտեղ այլ տարբերակներ կան, կամ որ ասում են, բայց դու ինչ ես արել, հայդիկ կամ մայդիկ, դա ման եմ ասում, այս տարբերակը կա, մտածեք, գցեք բռնեք, էլի, կարող է նենց ստացվի, որ ձեր երեխաները մարդն են, այդպես ստացվի, որովհետև շատ հնարավոր եմ համարում, որ ինքը չի եղել միջև, այդպես ասենք, Փարիզ տեղափոխվելը։ Փարիզում սովորելու ընթացքում միջավայրն է փոխվում, մարդկանց հետաքրքրություններն են փոխվում, եթե ինչ որ մի թեկուզ բջիջ եղել է մարդկության, դա կարող է շատ արագ զարգանա, այդ ազատ միտքը, ազատ քննադատությունը, կարծիքների ազատությունը, արժեքների փոփոխությունը, մանավանդ որ ասենք ինքը ֆինանսապես ապահովված է, ագահ լինելու, գցելու բաների կարիք չունի, հասկացել է, որ կարելի է մարդավարի ապրել։ Ինչի մարդավարի ապրել, որովհետև մարդավարի ապրելը ձեռք է տալի, շահեկան է, հասկանում եք։ Շահեկան է, մարդավարի օրենքներով ապրելը շահեկան է, բայց շատ քչերն են հասկանում դրա իրական շահը։
Որովհետև պատկերացրեք Երևանի երթևեկությունը կամ Նյու Յորքի երթևեկությունը, եթե լիներ ոչ օրենքներով, ասենք չլիներ սվետաֆոր, լուսացույց, չլիներ բաժանարար գծեր, չլինեն այդ երթևեկության կանոնները, արագության սահմանափակում եւ այլն եւ այլն։ Դուք պատկերացնեք ինչքան վթար ու մահացության դեպքեր կլիներ ցանկացած քաղաքում։ Սա նույնը կյանքին է վերաբերվում։ Նույնը կյանքին է վերաբերվում, որ այս օրենքները, որ մարդկությունը ստեղծել է, դա ստեղծել է մարդկանց ապահով ապրելու համար։ Բայց վայրենի միջավայրում, ասենք հետ սովետական շրջանում, որտեղ ուրիշ արժեքներ կան, գերիշխող կառավարման շրջանում, ասում են, ես ինչի պետքա հավասար լինեմ մեկի հետ։ Իմ անունը Գալուբոյա։ Ես պետքա չենթարկվեմ այս կանոններին եւ գնամ իմ ջիպով գլուխս խփեմ պատին, հա։ Ուղիղ է գնումը գլուխը խփում է հիմնականում պատին, որովհետեւ ով չի ենթարկվում այս համընդհանուր օրենքներին, հիմնականում գլուխը այս կամ այն կերպ խփում է պատին։ Ոնց ուզում եք ցեք բռնեք, որովհետեւ այս օրենքները բնության, մարդկության ստեղծված է հարմոնիկ ապրելու համար։ Ով իրան դնում է վերև այս հարմոնիկ միջավայրից եւ ասում է, ես Աստված եմ, թքած ունենամ ձեր մարդկային օրենքների վրա, մի ինչ որ ձևով sense ապլակա գալիս է շփ բերանի։ Մենք շատ քիչ դեպքերում ենք դրա մասին իմանում, բայց վստահ եղեք։ Դա անպայման լինում է, որովհետեւ դա ես չեմ ստեղծել։ Բալանսն է դանով պահվում։ Աշխարհում պահվում է դանով բալանսը։ Գնացի կարա։ Այն ինչ որ արեց Թրամփը եկավ ապվիրեց ֆեդերալ ծառայողներին, հանեց, վռնդեց։ Հիմա մարդկանց վերականգնում են։ Մարդկանց վերականգնում են ոչ թե նրա համար, որ արդարությունն վերականգնվել։ Չէ, որովհետև համակարգը առանց այդ մարդկանց չի աշխատում։ Այս մարդը, որ եկավ է սկսեց հանել այս մասն ու ասենց համատարած, դրանք ոչ էին հաշվարկել փաստացի, էլի։ Ինչքան է պետք իրանց մնա, ինչու իրանց պետք անել։ Իրանք որոշել են, որ իրանց փողը պետք խնայել, այլ դրանք հանենք։ Որովհետև ենթարկում եմ բան, եթե sense բան, ասենք Մասկը իր բիզնեսի հետ աներ, ինքը բանկրոտ էր ժամանակ, վաղուց։ Բայց եթե դու sense բան անում ես մի հսկա երկրի հետ, որը աշխարհի գերագույն հիմնական լիդեր երկիրն է, կամ այդ երկիրը կսարքես բանկրոտ, կամ շատ կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը քեզ կշպրտի դուրս։ Ինչու որ եղավ։ Հիմա այս համակարգից շպրտելու դուրս մնացել է Թրամփը, որովհետև Մասկին այդ համակարգը թքեց դուրս արդեն։ Հիմա այս որոշումը, որ վերականգնում են մարդկանց իրենց աշխատանքի տեղը, նշանակում է մի բան, որ հերացումները, այդ որոշումները եղել են անօրինական, առանց հաշվարկելու, որը հերթական անգամ ապացուցում է, որ այս ադմինիստրացիան կներեք արտահայտության պրոֆնիգոդնի, այսինքն դեբիլների ադմինիստրացիա, որոնք իրենց գործողությունները չեն հիմնավորում հաշվարկների, գիտական ապացույցների եւ ընդհանրապես ոչ իմանով հիմնավորված չի, ուղղակի որոշում է։ Դուք պատկերացեք ինչ է լինում այդ դեպքում միջուկային տերության հետ, որտեղ որոշումները կայացվում են ոչ թե տրամաբանության հաշվարկների բաների վրա, այլ ուղղակի։ Պատրաստվում վերահսկել միգրանտներին նոր բջջային հավելվածի միջոցով։ Նրանք, ովքեր կհրաժարվեն կիսվել իրենց գտնվելու վայրի մասին տվյալներով, կարող են արտաքսվել երկրից։ Մայիսին Պետդումայում ընդունված օրինագիծը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Եվ այսպես, սեպտեմբերի 1-ից միգրանտներին վսկապ են տալու, աշեյնիկ, GPS-ով բանով, որ միշտ իրանց գտնվելու տեղը իմանան մարդիկ։ Բադիգալուս Ռուսաստան։ Ամեն ինչ, այսպես սեպտեմբերի 1-ից կարա սա մտնի ուժի մեջ։ Նախագիծը բերված է, ոչ մի բան չի խանգարի, որ սա ընդունի։ Պատկերացրեք փողոցում քայլել են այս մարդիկ ու բոլորը տեսնեն այդ ճակերտավոր այդ վսկապը, նախ իմանան, որ ինքը միգրանտ է մեկ, երկրորդն ինքը հսկողության տակ է։ Պատկերացրեք սա ստարկության անձի ազատ տեղաշարժվելու, անձի անձնական գաղտնիության պարտադման
հա, այդ մի խոսքով մարդու իրավունքների սահմանափակումների սա ժամանակակից ստեղծությունն է։ Ու ես ասեմ, եթե սա հաջորդ փորձարկվեց, կարող է իրենք վերցնեն, հիմա ոնց են որոշել, որ ասենք, բան ասենց, օտարերկրյա գործակալի օրենք ընդունեցին, չէ՞, որ այն բաները, որոնք չեն սնվում պետական բաներից, իրանք կպցնում են օտարերկրյա գործակալ բանը, պիտակը, կամ դատում են կամ բան, վաղատես մի բան էլ կվերցնեն, մի բան կհորինեն, կմոգոնեն, այս վսկապների բանը կշատացնեն, ասեն, մենք պիտի իմանանք ամբողջ օրը դու ես, չգիտեմ, կատեգորիա, ասեն, անվստահելի, ինչ որ խումբ, անվստահելիներին, ասին, որ դու չես գովում Պուտին, դու անվստահ ես, դու այս վսկապը պետք է վզիտ ունենաս։ Սենց բաներ անում են բանի ժամանակ, նացիստների ժամանակ հրեաներին պարտադրում են, որ բոլոր հրեաները օրինակ իրենց վրա բան գրեին, սենց մատ խաչ անեին։ Բոլորը։ Հետո արեցին հրեական խանութների վրա, հետո որ ժամը եկավ, արդեն ով այդ նշաններն ուներ գնում են եւ ջարդում են եւ սպանում են եւ այլն։ Այս ֆաշիզմը աշխարհը տեսել է արդեն։ Հիմա սա նոր դիջիտալ հվայի ֆաշիզմի բանա, դրսևորումներից մեկն է, որ իրականացում է Ռուսաստանում։ Ես գիտեմ, որ մեր հայրենակիցներից շատերը կան այնտեղ, որ կառավարության խնդիրներ ունեն, ես չգիտեմ, հարազատներ ջան, ինձ համար միևնույն չի, դուք այնտեղ ինչ կարգավիճակով եւ հոգեբանորեն, եւ կարգավիճակի առումով ինչ կլինի ձեր հետ, բացարձակապես միևնույն չի ինձ համար, բայց ես մի բան գիտեմ, որ սա գուցե այն առիթն է, որ ձեզ դուրս կմղի այդ երկրից, որովհետև այդ երկրում լինելու է քաղաքացիական պատերազմը, դա անխուսափելի է, ոչ թե որ ես եմ ուզում, հեսա մնացած դեպքերը որ նայենք, այս կոտորածները որ գնում արդեն ռուսական զինուժի, դուք հասկանաք, որ այս ամեն ինչի ավարտը, վատ իմաստով ավարտը, մոտ է, իսկ ինչ է լինում սովորաբար, երբ որ վատ ավարտ է լինում, ինչ որ մի բան Ռուսաստանում, դուք պատկերացրեք մի քանի 100,000 զինված, նախկինում դատված, այսինքն նախկինում դատվածում դրանց մեծ մի մասը հենց զոներից, սերիական մարդասպաններ, ռեցեդիվիստներ, հենց գաղութներից ազատել են, զենքը տվել են ձեռ, ասել են գնա։ Նույնիսկ եթե ընդեղից հետ չեն տարել, փողոցից են տարել։ Հա այդ մարդիկ հետ են գալու մի երկիր, որտեղ օրենք չի լինելու, որտեղ լինելու է նոր սեփականության բաժանում, նոր ազդեցության ոլորտների բաժանում, տեղից այս երկիրը, Ռուսաստան կոչվածը, օրենքի մեռած երկիր չի։ Հա, օրինակ ես հիշեցնեմ Հայաստանում, երբ որ ոստիկանություն չկար, ոչ մի բան չկար, 90-ական թվականներն էր։ Գործում էր չգրված օրենքները։ Թալան չկար, հարձակումներ տների վրա ավազակային չկար, գողություններ չկար, ոչ մի բան չկար։ Նույն ժամանակ երբ որ իրաց մոտ էր այդ կրիզիսը, մարդիկ իրենց առևտրով, ով Վրաստան եղել է, գնացել եկել է, կիմանա, իրենց օրական առևտրով վախենում էին, խանութից հասնեին տուն, պատեզների մեջ կլիներ, տան առաջ կլիներ, փողոցում կլիներ, թալան, իրարից ունեցածը խլել, խայտարակ վիճակ են, որտեղ այդ միջավայրը, այդ սա չեմ ուզում վրացիներին ոչ մի բանով նեղացնել, իրանք են այդ պատմությունները, որ ինչ խայտարակ բաներ իրանց Շևարդնաձեի տիրապետության կառավարման ժամանակ, որ հետո Սաակաշվիլին որ եկավ այդ ամեն ինչը կարգավորեց։ Տեսեք, մեր նույնիսկ ամենավատ ղեկավարների ժամանակ մենք դա չենք ունեցել, գիտեք ինչի, որտեղ մենք ինքնակառավարվող ազգ ենք։ Հիմա այս ամեն ինչին չեմ ասում, Ռուսաստանում սոսկալի բաներ է սպասվում։ Սա առաջին նշանն է այս թվային ստրկությունը, թե հետո ինչ կորոշեն, ինչ կմոգոնեն այնտեղ, կամ կհասցնեն անեն, թե չէ։ Հայտնի չի։ Բայց որ քաղաքացիական պատերազմը սմութ է, ռուսական, դաժան, բութ եւ անիմաստ լինելու է, դա պատմական օրինաչափությունն է։ Պատմական օրինաչափությունն է, հիմա էլ ամեն ինչ գնում է դրան։ Հիմա սկսենք տեսնել ինչու եմ ես այդպես մտածում։ Ռուսաստանը, ասենք Ռուսաստանի տարածքում Su-35-ը խփում արդեն Ուկրաինան։ Su-35-ը պատկերացրեք այսօր ոնց որ F-35 խփի, չգիտեմ,
Որ երկիրն ասեն, որ բանելի։ Հա, ամերիկյան F-35 խփի, ասենք չգիտեմ, ասենք Չեխիան։ Չեխիան էլ չէ, Չեխիան կարգին երկիր է, համատած, հա, բանը զարգացվածության առումով։ Բայց եթե Ուկրաինան արդեն կարողանում է Su-35 խփի, հենց Ռուսաստանի տարածքում։ Բայց 41 այս կարգի բաները նոր էլ ոչնչացել։ Նշանակա շատ վատ է, նշանակա էլ օթում անելիք չունի Ռուսաստանը։ Այս ստրատեգիական բանը ինքնաթիռները 34% կորցնել արդեն, սա էլ է կորցնելու, որ Su-35-ը բարձրացավ, նա խփվելու է արդեն։ Սրան գումարած։ Силы обороны Юга Украины сообщили о поражении локомотива с техникой российских оккупантов. Потери противника составили 13 танков и более сотни единиц бронированной и автомобильной техники. Сказано в сообщении Сил обороны Юга Украины в Телеграм. Где именно и как это произошло, не сообщается. Кстати, зетники жалуются на это событие. Եվ այսպես, զեցնիկները գալիս են ինչ որ ես եմ ասում, եթե սրանք կարողանում են արդեն այս վագոնները պայթացնել, ուրեմն 13 տանկ 100-ից ավել տարբեր տեսակի մեքենաներ ռազմական որ են դրած, ամբողջ շարասունը իր երկաթգծով թռելաոտ Ռուսաստանի տարածքում ասա։ Հիմա արդեն զետնիկները իրանց տուրբոայնասերները բաղավում են ամբողջ կոկորտով, այս ինչա կատարվում, այս ունենք հասել, որտեղ է մեր հակահետախուզությունը, որտեղ է մեր ռազմական հետախուզությունը, որտեղ է այս երկիրը, այս ինչա կատարվում, այս զենքը պետք է հասներ, սա բան, ճակատ չի հասել։ Ես ասեմ, այս կորուստը 100-ից ավել ռազմական մեքենա, իրան կարող է մի տարվա մեջ արտադրեին։ Մի խլապոկով այս ամեն ինչը թռավ դուրս։ Պատերազմը վախճանը ռուսների պարտությունը, սենց ակնհայտ է, ձեռքերի վրա դրված է։ Մերսն էլ այսօր նորից հաստատել է, որ տալու ենք ամենալավագույն տեխնիկան առանց սահմանափակումների ռուսներին ջախջախելու համար։ Ոչ մի սահմանափակում չի լինելու։ Դրան գումարած Ֆրանսիան ԱԹՍ-ների արտադրություն կսկսի Ուկրաինայում։ Բաներին քիչ էր, ուկրաինացիների քիչ էր, որ կարողացան մի ամբողջ 6 տեղ, 7 տեղ միաժամանակ օդանավերը տարածքացնել։ Հիմա ֆրանսիական ԱԹՍ-ների արտադրությունն է դնում Ուկրաինայում։ Իսկ սրանց գիտեք ոնց էին տարածքացել։ Նույն ձևով, այս որ կայանում կանգնած է եղել, կողքի վագոններից դուրս են եկել դրոնները ուկրաինական ու պայթեցել են այս ամեն ինչը։ Էլի դրոններով։ Ոչ թե հիմա բեռնատարի մեջից են դուրս եկել։ Հիմա էլ այս վագոնների մեջից են այս երկաթգծի վագոնների մեջից են դուրս եկել։ Այսքանին գումարած հիմա էլ Ֆրանսիան է որոշել, որ դրոնների արտադրություն պետք է դնի Ուկրաինայում։ Ուկրաինային օգնելու են ամեն ձևով, որ սա պարտվի։ Սրան էլ գումարենք, որ Վագները սրա դեմ կնայեք, Մալիից դուրս է գալի մեծ կորուստներով, դեռ ջարդել են իրա, սա բանն է, ոսկու բանի պաշարների փալանն է դեռ, Մալիից դուրս են եկել, որտեղ մեծ կորուստներ ունեն, չեն կարողանում պահել, բայց աֆրիկյան մի քանի երկրի դեռ կարողանում է ինքը դեռ պահել, բայց Ուկրաինան ինքը կորցնելու է 100%, ոչ մի շանս չկա պահելու։ Բայց ան զուգահեռ այնտեղ են Թրամփը, որ ոչ մի որոշում միջև այսօր չի պարզվել, որ սա հիմնավորված է եւ դատարան առարկություն չունի ու սա պետք է երկրի համար։ Հիմա էլ ասել է, որ ոնց որ երկու երեխա լինեք, պարտեզում կռվող իրար հետ։ Պատկերացնում եք Ռուսաստանն ու Ուկրաինային։ Ու սա ամենամեծ մեղավորը Զելենսկին է։ Հեսա կտեսնի իր հետ ինչա լինելու։ Զելենսկին էլ ասել է գիտես ինչ։ Մենք երեխա չենք, որտեղ այգում կռվում են, հա։ Եթե նույնիսկ երեխա ենք, այդ երեխեքից մեկը Պուտինը եկել է այդ պարկ, որ սպանի։
Եկել է պարկ ոսպան, եթե նույնիսկ մենք երեխա ենք, որ այնտեղ խաղում ենք, հա, այդքան երեխա ենք, որ մեզանից մեկ եկել է այդ այգի ոսպանի։ Սա անի պատասխանա, Զելենսկու պատասխանա Թրամփը։ Ես կարծում եմ Թրամփը, եթե արժանապատվությունը, որի վրա արդեն չեմ հավատում, կասկածում եմ, ասենց ասեմ, վստահ եմ, որ դե գոյություն չունի արժանապատվություն, ինքը պետք է դադարի ընդհանրապես այս թեմայից խոսալ։ Ասի ես Ուկրաինայի թեման փակում եմ, Պուտինին օգնելու մասին չեմ խոսում, սա իմ թեման չի։ Թող ինչից ուզում է խոսա, մեկը ինչից խոսում է խայտարակա լինում։ Բայց այս էլ որորդ անգամ Զելենսկին ուղղակի նվաստացնում է կորեկտ, հանգիստ, առանց աղմուկի Թրամփին։ Զելենսկին իր հերթին եմ նվաստացնում, դե Պուտինն էլ ոտերի, ոնց ուզում սրբում է։ Այս հրա վրա ես չգիտեմ, այս 80 տարեկան հասակում մարդ ոնց կարող է թույլ տա այս աստիճան ընկնի, ասենք Ամերիկայի նախագահի աթոռի վրայից։ Ես չեմ ասում Թրամփը ինքը առանձին գիգանտ է, հա, դրան մի կողմ, բայց ինքը որպես սիմվոլ փաստացի Ամերիկայի նախագահի սիմվոլն է ինքը։ Ու առնվազն երկու հոգի, մեկը ստիպված Զելենսկի, մյուսը ակնհայտորեն ոտերը ամենով սրբում է վրան։ Զելենսկին իր մեր պատասխաններով, Պուտինն էլ իր արհամարանքով։ Ու դեռ միջև այսօր Թրամփը ասում է. Սա դու ես մեղավոր։ Զելենսկի, դու ես մեղավոր։ Չես կարող դրա ջուրլա գնաս։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Исполнение котел ներերիչի, հա, Պահաստաններն են դատել։ Ո՞ր կարենցի ստատիկնա քերաջինի կոմբին եկել կանան խոսան։ Ալիևին գերուհի։ Ինքը հայտարարյան ծառա, ինքը ցույցի այան ծառա։ Դերեդիատը մոլեսի։ Այդ Ալիևին գերուհի։ Ասու դու չի գայսի անելու բան չի արա։ Այ մորթողին ազգային հերոս տվին, իսկ մեր տուն պահողին տանում դադում են աղպետ։ Ես կրիտիկա կան նեղ պայի մեր տունը պահողին դադում են աղպետ։ Ասու դու չի գա։ Ամեն մեկը մեր ծողոմոն թեմերյան են մեր ազգին։ Մտածված փունցնում են մեր ազգին։ Սա ոստիկաններին են ասում, այն արդեն սկզբից ասեցի, չէ, եթե իրանց կարելի է ոստիկան ասել, անհայրենիք, անուղեղ, անինքնասեր, արժանապատվությունից զուրկ, փողի համար, հայրենիքը իրենց երեխեքի, այսինքն գիտեք սենց ասեմ, իրենց երեխեքի ճակատագիրը, ծնողների ամենամոտիկ, չեմ ասում իմը, իրենց, կամ ծնող ունի, կամ երեխա, չէ, եթե չի ամուսնացել, առնվազն ծնող ունի, չէ, եթե ամուսնացած է, ուրեմն կարող են եւ ծնող ունի եւ երեխա։ Իր ամենայն հարազատ մարդկանց ապագան ծախել է այս մարդը։ Դրել է վտանգի տակ։ Սրանց ինչ կարելի ասել։ Մարդկային ձևով ասել, չեմ ասում է իմ երկիրը, մեր ընդհանուր երկիրը պատմական ժառանգություն դնում եմ, սա մոտ մի կողմ, ասում էգոիստաբար գոնե քո ծնողի ու զավակի, եթե ունես։ Ոնց ուզում ալ երկուսից մեկը կլինի, էլի, բայց մի սրբություն պետք է ունենաս, ես երկրի, որ օդից չես առաջացել։ Այս ամեն ինչը վտանգի տակ դնասների հետ, էլ ինչ խոսաս։ Էլ ինչ խոսես ուղղակի։ Կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդում ԵՊՀ-ում։ Ես ինքս 20 տարվա դասախոս էի պետական համալսարանում. Ну, это знаете что, это его уровень. Все, что хочу, то и делаю. Но я другое вам скажу. Я не принимаю никакие его новшества. Может быть, он что-то и правильно делает, но я их не понимаю. Я скажу только одно. Была такая нейрофизиолог Наталья Петровна Бехтерева. Она исследовала человеческий мозг. И у нее есть очень интересная фраза. Когда человек теряет стыд и совесть, он оскотинивается. Вы поняли, что это такое? Я больше ничего не могу сказать. Спасибо.
Թարգմանել մեր սփյուռքահայ ընկերների համար։ Ասես լրագրողը ինչ կասեք վարչապետի եւ իր զուգ ընկերուհու այս քարոզ արշավը, հա, որ կրթությունը ժամանակակից է այս թեմաներով անում, ասես ես իրենց չեմ հետևում ու ոչ մի բան իրենց մասին չեմ ուզում ասեմ, իրենք ինձ հետաքրքիր չեն։ Բայց ես կասեմ հայտնի գիտնական, սովետական գիտնական Բերձելևայի հայտնի խոսքը, հա, ինքը ուղեղի մասնագետ էր։ Ասում էր, եթե մարդը խիղճն ու ամոթը կորցնում է, նա դառնում է անասնանում է։ Ասեց ու գնաց։ Ընդ որում ասողը պրոֆեսոր էր, մանկավարժ դասախոս։ Ասեց ես իր դաշ չեմ ուզում մտնեմ, իրենք ինձ հետաքրքիր չեն, բայց ուղղակի կասեմ, հա, մեծ մասնագետի խոսքը, եթե մարդը խիղճն ու ամոթը կորցնում է, անասնանում է։ Ավելացնելու բան չկա։ Ես ասեմ ավելին, եթե Հայաստանում մարդ կա, որ այս պարզ ճշմարտությունը չի հասկացել, Հայաստանում չասեմ, աշխարհով մեկ, ուրեմն ինքը Բերձելևեի ասած օրինակն է հենց, անասնացել է։ Հերթական սերիան է ինձ համար, որովհետև նույն կերպ ինքը վարվեց 2023 թվականի Արցախի հայաթափման օրերին, երբ ՄԱԿ-ում Ֆրանսիայի բանով կազմակերպված միջնորդությամբ քննարկվում էր այնտեղ ապրոժողովրդի անվտանգության եւ նրանց գլխին կախված սպառնալիքի հարցը, ինքը ասաց ԼՂ քաղաքացիական բնակչությանը ֆիզիկական սպառնալիք չկա նրանց նկատմամբ։ Եվ սա ադրբեջանցի պատվիրակը վերցրեց ու պատասխանեց Արարատ Միրզոյանին։ Բայրամովը պատասխանեց։ Նույն կերպ ինքը Չէ, այնտեղ Յաշար մի հատ բան ունեն իրենց ՄԱԿ-ում, այդ պատասխանեց։ Նույն կերպ ինքը շատ անհարկե հայտարարություն արեց Ռուբեն Վարդանյանի հետ։ Մենք պիտի պարզենք, այդ ինչպես ինքը հայտնվեց Արցախում, դա օգտագործվեց, ուղղվեց Ռուբեն Վարդանյանի դեմ իր հենց շինծու դատավարությունների ժամանակ։ Այսինքն ինքն է տալիս այդ գործիքները, ու մենք անընդհատ այդ կինոյի տարբեր սերիաներն ենք նայում, այդ կինոն էլ կոչվում է համաշխարհային մասշտաբի կոլաբորանտը, որովհետև այս կերպ գալ 2018-ին այդքան սիրով, այդքան ջերմությամբ ու հավատով իշխանության ու սենց այս ժողովրդին նման ուղղությամբ տանել, դա ֆանտաստիկ աշճանի պիտի եկեք խնդրենք հասկանանք մի բան, էլի։ Ֆիլմի հերթական Ավելացնելու բան չկա։ Ես ուղղակի ասեմ, որ Տաթևիկը Հայրապետյան երևի եզակի քաղաքացիներից է, որ ինքը 18-ին շատերի նման հավատացել էր, նույնիսկ համագործակցում էր, ընտրվել էր պատգամավոր ԿՊ-ից, հա։ Եվ 20 թվականին, ինչպես բոլոր բանական մարդիկ, պատերազմից հետո, այդ հայտնի հայտարարությունից հետո, երևի միայն ասենք այդ անասնացած Բերձելևեի հաստած անասնացած կենթանուն պարզ չէր, ով է Նիկոլը։ Եվ մարդը ուս դաժարական ընտրվեց, դրեց մանդատը եւ զբաղվում է լինելով թուրքագետ, զբաղվում է ադրբեջանագետ, զբաղվում է իր գործով եւ իր կարծիք երբեք չի սահմանափակում եւ կաշկանդում մենակ նրա համար, որ ինքը ժամանակին ասենք հավատացել է Փաշինյան Նիկոլին։ Որտեղ ես գիտեմ շատերը կան, որ ասեն, եթե մի բան ասել են, հա, այդ կյանքում չեն ասել, էլի։ Սա դամանասեմ բացառիկ դեպքերից իմ կարծիքն ու պատկերացումները այն ժամանակ սենց է, ես սխալ եմ եղել, բայց սա է իրականությունը։ Սա է իրականությունը։ Երանի թե հայկական քաղաքական դաշտում լինել այնքան ազնվություն, մարդիկ կարող են ասել, այն բան ժամանակ որ ասել եմ, ես էլ դրա գերին չեմ ուզում լինեմ։ Ես էլ այդպես չեմ մտածում, բայց ես գիտեմ, որ շատերը հենց դրա գերին են, որ հանկարծ իրենք չխոստովանեն, որ իրենք սխալ են եղել, շարունակում են նույն կործանիչ քաղաքականությունը կարծիքի մակարդակի վրա։ Քան եք պատրաստ պայքարել։ Մինչև վերջ, մինչև սատկի, մինչև նասատկի։ Քան եք պատրաստ։ Այո։ Սա պետք է լինի նշանաբան, որովհետև ես այլ կերպ ես օրինակ չեմ պատկերացնում։ Ինչե՞ վերջ։ Որտեվ կամ մենք ենք լինելու, կամ ինքն է լինելու, շուրջ։ Մենք ընտրություն չունենք։ Մենք կրտում կա***են։ Էլ վարչապետին սպիսատենելու վախն է արդեն։ Շամպետն ացել է, էլի։ Լսեցի՞ք, չեն կրթում, կրտում են։ Հոգեկան հիվանդին ինչ ասեմ։
Ղալը փենանում։ Ես ընդհանրապես չեմ ընդունում ոչ այս երկրի կառավարիչներին, ոչ ընդհանրապես նրանց արժը, ախորը։ Պետք է ուշադրության մատնել, արհամարել, սպասել մինչև իրենց իսկական տեղը կգտնեն։ Թքողները գազանանոցում, անհրաժեշտ վանդակում, հոգեկան հիվանդները հոգեբուժարանում։ Չեն Այո։ Ուղղակի սպասել պետք չի։ Ես կարծում եմ այդ օրը մոտեցնելա պետք հնարավոր բոլոր ձևերով։ Վտանեմ, առավոտ հուսեթման եմ գալիս, դրանն ու մի տվեք, էլի խնդրում եմ ձեզ։ Թուրք են ասում, քուր ջան։ Իր համագյուղացիներից մեկն էր ասել էր, որ հնարավոր է ինքը թուրքական ծագում ունենա։ Միգուցե։ Բոլորն էլ այդ կարծիքին են։ Երբ ազատվենք, ուրախանանք։ Ցավը տանեմ էլ խուսետ առավոտ շուտ մատնում, ինչի դրա անունը տվեցիր։ Հիմա սում այդ տականքին ասեմ, արա դու լուրջ մտածում ես, որ դու ընտրվելու ես, որ դու Հայաստանում աջակցություն ունես, հա, էսա մարդկանց կարծիքը։ Եվ վերջում Իսկ դու Ռուբեն տղա, լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի վառեմ։ Վառե։ Կվառեմ, հենց պիտի վառեմ, հապա։ Եվ հասկացաք, որ սա Գյումրու հայտնի պատշգամբն է, որտեղ նկարվել է այդ հայտնի տեսարանը։ Ու այս վիճակում է, այդ շենքը, պատշգամբը, սա մեր պետականության վիճակն է։ Մեր պետականության վիճակը հյուսիսային պողոտան չի։ Մեր պետականության վիճակը հենց սա է։ Ոչ թե լյուքս ռեստորաններն ու բաները, հա, այն հանգստյան տները, չէ։ Սա է։ Ես շատ եմ լսում բաներ, որ մենք հպարտանում ենք մեր պատմությունով, մեր անցյալով, բան։ Գիտեք, իմ ականջներին ինչքան խորհուրդ ու դատարկ է հնչում այդ բանը։ Ինչա նշանակում ես հպարտանում եմ մեր անցյալով, մեր ժառանգությունով։ Անցյալով, ժառանգությունով մենք չենք հպարտանում, երբ որ դրա համար մենք ոչինչ բան չենք արել։ Չէ, մենք դրա համար բան չենք արել, մենք էլ ստացել ենք, մենք այդ նվեր ենք ստացել։ Մենք հիմա բան կարանք անենք, որովհետև մենք կարող ենք հպարտանալ, եթե սա սարքած լինեինք, սա փլվելու վտանգ չունենար, սա լիներ ընտիր թանգարան, դա կարող անտի զբոսաշրջության վայր լիներ։ Ասենք, եթե սա լիներ Վրաստանում, Թիֆլիսում, վստահ եղեք, այդպես էլ կլիներ, որովհետև վրացիները հենց այդպես էլ արել են իրենց։ Ամբողջ Հավլաբան այս վիճակում է։ Այսինքն, այս քանդած վիճակում չի։ Անտիշ սարքացա, մարդիկ գնում են ուղղակի ման գալու է։ Հայաստանում հյուսիսային պողոտայում են ման գալիս, Վրաստանում Հավլաբանում։ Հիմա ինձ ասեք, որտեղ ավելի հետաքրքիր տուրիստի համար։ Դատալ բետոնը տեսնելը, թե այս մշակույթը, որովհետև եթե դուք ձեզ թվում է, մեկին թվում է, աշխարհում մեկին կարելի է, չգիտեմ, ռեստորանով կամ երկնաքերով զարմացնել, նշանակում է դա ոչ միտեղ չի եղել կյանքում, ոչ Սինգապուր, ոչ Նյու Յորք, ոչ միտեղ։ Այսօր ոչ ում է հնարավոր երկնաքերով կամ չգիտեմ, շքեղ ռեստորանում զարմացնել։ Չէ, այս սրա նկատմամբ վերաբերմունքն է տարբերում ազգին ժամանակավոր անցորդից։ Այսօր մենք մեր պատմական ժառանգության հետ վերաբերվում ենք այնպես, ոնց որ պատահական անցորդը։ Ու մենք ասում ենք, մենք հպարտանում ենք մի բանով, որ մենք ոչ մի ավանդ չունենք դրա վրա։ Այ ավանդ կարող էինք ունենալ սրա պահպանելու, վերակառուցելու, հա։ Այդ ժամանակ մենք իրավունք ունեինք հպարտանալու։ Գիտեք, ծնողներ կան, չէ, որ իրենց երեխեքին մենակ ոգևորելու բանով են զբաղված, միսիայով։ Հա, կան եւ հակառակը, որ երեխեքին sense ինչ անեն գոհ չեն այդ երեխեքից, միշտ այլայլություններ կա, չէ։ Ես իմ շրջապատի երեխաների բոլոր անձունքերը շփվում եմ, ես այնքան եմ հարգում, որ ես չեմ կարող իրենց հետ անկեղծ չլինել, եթե ասելիք կա չասեմ, լավ կամ վատ։ Ես չեմ խորշում ոչ գովալուց նույնիսկ չափից ավել, հա, ոչ թերությունները ցույց տալուց, որովհետև ես կարծում եմ,
Բա ով այդ թերությունների մասին խոսալու, եթե ոչ ես։ Ով է լինելու այդ հարազատորեն, որ իրավունք է վերապահելու բարեկամաբար խոսի թերությունների մասին։ Ոչ թե քննադատելու, քարկոծելու համար, այլ բարեկամաբար։ Որ Ժորժ ջան, մենք ախր անելիք ունենք, որտեղ դատարկ հպարտությունը, դա գիտեք, անգործությունն է։ Անգործությունը հպարտանալ մի բանով, որի վրա դու ոչ մի ամակ չունես, ոչ մի ներդրում։ Ես իմ Հայաստանի նորագույն պատմության մեջ, եթե հիմա խոսեմ հպարտության մասին, ես պետք է ամաչեմ, որովհետև հենց իմ իկվա պատմությունը իմ ձեռքբերումների, ինչ է, իմ նախորդ սերունդի ձեռքբերումների կորուստն է։ Կորուստը։ Այսինքն միակ բանը, որ ես կարող եմ հպարտանալ, այն ինչ որ ես եմ արել, ոչ նայում եմ այն ինչ որ հիմա կա, դա այն ինչ որ ես եմ արել, այնտեղ ոչ մի հպարտանալու բան չկա, բացի ամոթի խարանից։ Ու ես չգիտեմ իմ սերունդները, իմ երեխաները ոնց են ինձ ներելու դրա համար, որ ես սա եմ իրեն ժառանգում, այսքան խնդիրներ, այսքան չլուծված պրոբլեմներ։ Այդ խնդիրներից մեկն էլ ասում ես, այս հուշարձաններն են եւ մեր պատկերացումները ընդհանրապես ինչով կարելի է հպարտանալ, ինչով չէ։ Հենց մենք մի պահ դադարենք հպարտանալ, ալ հասկանալ, դա ոչ թե հպարտանալ է, հպարտությունը, այլ դա ժառանգություն է, եղբայրներ ջան։ Խաչատրյանի երաժշտությունը իմ համար հպարտանալու չի, իմ համար ժառանգություն է։ Կոմիտաս իմ համար հպարտանալու թեմա չի, Կոմիտասը ժառանգություն է, որ ինձ պարտավորեցնում է իրեն փոխանցել, այ հենց հպարտանալու փոխարեն մենք պատկերացնենք, որ ամեն ինչի դիմաց մենք պարտավոր ենք, ստե միանգամից այս պարագայում մեր գործիքակազմն ու ապրելու տրամաբանությունը փոխվում է, մենք պասիվ սպառողից, այդ հպարտացողից վերածվում ենք քիչ-քիչ անհանգիստ ժառանգոցի, որը պետք է անհանգստանա, թե դա ոնց է փոխանցելու պահպանած, կատարելագործած հաջորդ սերունդին։ Այս սրա համար է կարևոր հասկանալ մենք այդ ստացածով մենք պետք է հպարտանանք, թե դրա պարտավորվածությունը զգանք։ Իսկ եթե մենք մենակ հպարտությունից ենք խոսում, դառնում ենք այն վրացիներին եք ասում տուտուց, չէ՞, մենք ենք դառնում տուտուց դատարկ հպարտացողներ։ Ինձ կներեք, որոնց ես անով նեղացնում եմ։ Որտեղ զուտ մենակ հպարտանալը դա անգործության է բերում։ Դա դատարկություն է։ Ընդունեք այս ամեն ինչը որպես պարտադրված ժառանգություն, ծանրություն, որ ես զգացել եմ 17 թե 18 տարեկան հասակում էր։ Ես այն բեռը, որ ես զգացի ուսերից վրա, լինելով տակավի երիտասարդ, որ ես առաջին անգամ արտասահմանում, ինձ որ ասեցին որտեղից ես ասացի Հայաստանից եմ, ու ես ժամանակ Ֆրանսիայում էի, ասեցին օ Շահնազարով, Արամ Խաչատուրյան, վախ, ես 18 տարեկան դեռ սովետական միությունն էր, սովետական պատանիս, ես այդ ինչ պիտի անեմ, ոնց պիտի ինքնադրսևորվեմ, որ ես կարողանամ այս մարդկանց հիշատակն ու իմիջը ըստ արժանվույն փոխանցեմ։ Ես այդ օրվանից չեմ հպարտանում։ Ոչ թե չեմ գնահատում, ես գնահատում եմ, բայց ես չեմ հպարտանում, ես ասում եմ չէ, բա ես ինչ պետք է անեմ այս ամեն ինչը պահելու համար։ Փոխվել այն ամբողջ այն մարդիկ, այն որ մարդիկ կայֆ են զգում, կներեք այդ բառից համար դրանից, իմ համար դա վաղուց մանա, բերա, հաճելի բեր։ Կներեք, եթե հաղորդմանս վերջաբանը բան չի, ֆանֆարներով չի, բայց ավելավա ես ասեմ, կամ մենք դա չանենք, ավելա ես ասեմ, թեկուզ դուք ինձանից նեղանաք, կամ ինչ-որ մի քանի օգին են նեղանակ, կամ մենք շարունակենք մեր ստացածը ուղղակի մսխել, առանց հասկանալով, որ դա չենք ստացել մսխելու համար, դա ստացել ենք փոխանցելու համար և գնահատելու համար։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։